Կրծքով կերակրումը կեսարյան հատումից հետո։ Շատ մայրեր վախենում են, որ կեսարյան հատումից հետո կաթը չի գա և կրծքով կերակրել չի ստացվի։ Դա այդպես չէ։ Կեսարյան հատումից հետո կրծքով կերակրումը լիովին հնարավոր է, սակայն այս ծննդաբերության եղանակը կարող է դժվարություններ առաջացնել առաջին օրերին։ Ամենակարևորը վաղ կրծքին դնելու բացակայությունն է մոր ու երեխայի բաժանումը մի քանի ժամով, իսկ երբեմն նաև 1 օրով։ Կեսարյան հատումից հետո հաճախ մայրն ու երեխան գտնվում են առանձին։ Փոքրիկին բերում են կերակրելու ըստ ժամերի, վերացուցիչ կերակրում են կաթնախառնուրդով։ Այս ամենը բարդացնում է կրծքով կերակրումը։ Հաճախ նաև մայրը վիրահատությունից հետո առաջին օրերին իրեն լավ չի զգում։ Դժվար է երեխայի մոտ վեր կենալը, կերակրելը, նստած վիճակում կարի պատճառով դիրքերը փոխելը։ Մի հուսահատվեք։ Հենց որ ուժ ունենաք և երեխան ձեր կողքին լինի, գրկեք նրան, հնարավորինս հաճախ առաջարկեք ձեր կուրծքը և ապահովեք մաշկը մաշկին պարբերաբար շփումը։ Սովորեք կերակրել կողքի վրա պառկած կամ ձեռքի տակից դիրքով։ Սրանք կեսարյան հատումից հետո ամենահարմար դիրքերն են։ Այս բոլոր դժվարությունների պատճառով կաթը կարող է ուշանալ մոտ 1 օրով։ Կարևոր է հնարավորության դեպքում հենց առաջին օրից սկսել կանոնավոր կթում, որպեսզի խթանեք լակտացիան։ Կոլաստրը հարմար է կթել ձեռքով, յուրաքանչյուր կուրծքից 5-ից 7 րոպե, ամեն 3 ժամը 1։ Խնդրեք բուժանձնակազմին օգնելու ձեզ։ Եվ ևս մի բան։ Ասեք բժշկին, որ ցանկանում եք կրծքով կերակրել։ Տեղեր նշանակելիս նա կկարողանա ընտրել այնպիսիք, որոնք համատեղելի են կրծքով կերակրման հետ։ Եթե չստացվի, կթեք կաթը յուրաքանչյուր 3 ժամը 1 մինչև տեղերի դադարեցումը։ Եվ հիշեք, որ կրծքով կերակրումը շատ ճկուն գործընթաց է և այն կարելի է կարգավորել դուրս գրվելուց հետո, բարելավել կրծքին դնելու ձևը, ընտրել հարմար դիրքեր, հրաժարվել խառնուրդից։ Իսկ օգնության համար կարող եք դիմել մասնագետի։